Բարև ձեզ սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի մասին, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդուն, ով որ ցանկանում է սկսել ներդրումներ կատարել։ Ինչպես դա անել գիտակցված եւ ճիշտ։ Այսօրվա մեր թեման է ինչպես ճիշտ վերլուծել կրիպտո շուկան եւ ինչպես հասկանալ այն կրիպտոարժույթները, որոնք որ հարմար է գնում կատարելու համար։ Շատ սկսնակներ անում են հիմնական մեծ սխալ, գնում են կրիպտոարժույթ այն ժամանակ, երբ տեսնում են, որ այն մինիմումներում է ուղղակի առանց որևէ վերլուծություն կատարելու, կամ գնում են այն ժամանակ, երբ բոլորը խոսում են դրանից։ Բայց դա այդքան էլ ճիշտ չէ։ Իրականում գոյություն ունեն շատ կարևորագույն անալիզներ, որը որ պետք է կատարել նախքան կրիպտոարժույթ գնում կատարելը։ Եվ այսօրվա թեմայի շրջանակում հենց դա ենք խոսելու եւ հասկանալու, ինչպես ճիշտ վերլուծել, ինչպես ճիշտ հասկանալ, որ կրիպտոարժույթը որ պահին գնել, որպեսզի այն լինի եկամտաբեր։ Ինչու չի կարելի գնել միայն կրիպտոարժույթի գնի վրա հիմնվելով։ Շատ սկսնակներ անում են ամենամեծ սխալներից մեկը։ Նայում են կրիպտոարժույթի գնին, տեսնում են, որ էժան է եւ գնում են այդ կրիպտոարժույթը։ Բայց դա ընկերներ այդպես չի աշխատում։ Կրիպտոարժույթի պոտենցիալը կախված չէ իր գնից։ Վերցնենք օրինակ, երբ ունենք կրիպտոարժույթ, որի 1 հատը, 1 քոինը արժե $0.05 եւ ունենք կրիպտոարժույթ, որի 1 հատը, 1 քոինը արժե $3000։ Առաջին իսկ հայացքից թվում է, թե այն քոինը, որի 1 հատի արժեքը 0.05 է, դա ավելի մեծ պոտենցիալ ունի եւ կարող է լինել ավելի եկամտաբեր։ Բայց ինչպես արդեն ասեցի, կրիպտոարժույթի եկամտաբերությունն ու պերսպեկտիվան կապ չունի արժեքի հետ։ Ամենակարևորը հաշվի առնել մի կարևորագույն բան, որը որ կոչվում է կապիտալիզացիա։ Market cap-ը կամ շուկայական կապիտալիզացիան ցույց է տալիս նախագծի ընդհանուր արժեքը շուկայում։ Բանաձևը իրականում շատ պարզ է։ Շուկայական գինը բազմապատկում ենք կրիպտոարժույթների շրջանառվող քանակով եւ ստանում ենք ընդհանուր կապիտալիզացիան։ Օրինակ, կրիպտոարժույթի գինը արժե $1 եւ կա շրջանառության մեջ 1 միլիոն հատ քանակ։ Մեկ անգամ 1 միլիոն, ստացվում է, որ կրիպտոարժույթի կապիտալիզացիան $1 միլիոն է եւ հենց այդպես հասկանում ենք ինչքան փող կա այդ կրիպտոարժույթում եւ դրա պերսպեկտիվությունը։ Սա շատ ավելի կարեւոր է, քան ուղղակի նայել կրիպտոարժույթի արժեքին, որովհետեւ հենց սրանից է կախված լինում ինչքան կրիպտոներ կան դեռ թողարկվելու եւ ինչքան փող կա այդ կրիպտոարժույթի մեջ, որը որ կհուշի մեզ դրա պերսպեկտիվության եւ ապագա եկամտաբերության մասին։ Նախագծի նպատակը։ Հաջորդ կարևոր հարցը հենց դա է։ Ինչ խնդիր է լուծում տվյալ նախագիծը, որն է դրա նպատակը։ Եթե մենք չենք հասկանում, թե տվյալ կրիպտո պրոյեկտը, տվյալ նախագիծը ինչ նպատակ է հետապնդում, ինչ խնդիր է լուծում, ավելի լավ է ներդրում չանել այդ պրոյեկտում կամ այդ կրիպտո արժույթում, որովհետև շատ կարևոր է հասկանալ, թե ինչ օգտակարություն ունի տվյալ պրոյեկտը, ինչ խնդիրներ է այն լուծում, ինչպիսի պերսպեկտիվա ունի եւ ինչ նպատակներ է հետապնդում։ Ամեն մի ուժեղ կրիպտո պրոյեկտի, ամեն մի ուժեղ նախագծի հիմքում կա դրված հատուկ խնդիր, հատուկ նպատակ, որը այն պետք է լուծի։ Օրինակ վերցնենք Bitcoin-ը, այն կապիտալի ակտիվների պահպանման միջոց է։ Ethereum-ը կոնտրակտներ է ապահովում եւ փոխանցումներ։ Aave-ը դա DeFi վարկավորում է on-line ապահովում եւ ամեն մի ուժեղ այդպիսի շատ պրոյեկտներ ունեն հստակ խնդիր, որը որ լուծում են եւ որը որ հետապնդում է որևէ նպատակ։ Թիմը շատ կարևոր է հասկանալ, թե ովքեր են կանգնած նախագծի հետևում։ Պետք է հասկանալ, թե ինչպիսի պրոյեկտներ ունեն նրանք կատարած, ինչպիսի արդյունք են տվել այդ պրոյեկտները։ Եթե թիմի մասին ինֆորմացիան բաց է եւ հասանելի, դա արդեն դրական ազդանշան է եւ կարելի է այսպես հետաքրքրվել այդ պրոյեկտով։ Եթե փակ ինֆորմացիա է եւ չկա ոչ մի ինֆորմացիա այդ հիմնադիրների մասին, թիմի մասին, ապա պետք է զգուշանալ։ Տեխնոլոգիան եւ զարգացումը։ Ուշադրություն դարձրեք միշտ, տվյալ նախագիծը զարգանում է, թե ոչ։ Հետևեք թարմացումներին, roadmap-երին, ունի նոր թարմացումներ եւ միևնույն ժամանակահատվածում նոր գործընկերություններ։ Եթե ամիսներ շարունակ այն ոչ մի թարմացում չի անում, ոչ մի գործընկերներ չունի եւ չի զարգանում, ապա ելի պետք է զգուշանալ։ Շուկան սիրում է զարգացող էկոհամակարգեր։ Համայնքը։ Ուժեղ նախագծերը միշտ ունենում են ակտիվ համայնք։ Պետք է հետևել դրանց Telegram-ին, X-ին, GitHub-ին, Discord-ին եւ տեսնել ակտիվությունը։ Եթե համայնքի մարդիկ ակտիվ քննարկում են թարմացումները, մոտեցումները եւ այդ նախագիծը, դա լավ նշան է, բայց պետք է նաեւ այդտեղ տարբերակել իրական մոտեցումը հայպից։ Երբ գնել, ամենակարևոր հարցերից մեկը։ Նույնիսկ եթե մենք գտել ենք լավ նախագիծ, որը որ համապատասխանում է մեր բոլոր կրիտերիաներին, շատ կարևոր է գնել ճիշտ պահին։ Նույնիսկ լավ նախագիծը, եթե մենք գնենք սխալ պահի,
այն կարող է ուղղակի մեզ բերել կորուստներ, որովհետև չի կարելի բոլորս էլ գիտենք գնել ամենավերևներում։ Պետք է միշտ հաշվի առնել շուկայական ներկա շարժը, տենդենսը, ընդհանուր կառեկցիոն մակարդակները, որտեղ է գնում գինը։ Միշտ ու միշտ ընկերներ, ես ինչ եմ ասում, որ չպետք է գնել ինչքան փող կա դրանով։ Միշտ պետք է նաև ակտիվություն ցույց տալ մասնակի գնումների տեսանկյունից։ Կարելի է գնել այն ժամանակ, երբ արդեն գինը բնականաբար ներքևներում է։ Մենք գտել ենք լավ պրոյեկտ, այն համապատասխանում է բոլոր կրիտերիաներին, միևնույն ժամանակահատվածում նայելով դրա գրաֆիկական շարժը, հասկանում ենք, որ հիմա լավ ժամանակահատված է, հիմա գինը գտնվում է ներքևներում, ոչ թե իր պիկերում, եւ կատարում ենք գնումը։ Գնում չենք կատարում ամբողջ փողով, ես միշտ ու միշտ կողմ եմ լինում մասնակի պարբերաբար գնումներին, որովհետև երբեք ու երբեք մենք չենք կարող գնել կրիպտոն իր ամենացածր կետում եւ վաճառել ամենաբարձր կետում։ Դրա համար մասնակի գնումները եւ միևնույն ժամանակահատվածում մասնակի վաճառքները լինում են ել ավելի ճիշտ, ել ավելի եկամտաբեր եւ իհարկե կառավարելի ռիսկերով։ Եվ մինչեւ ցանկացած գնում կատարելը ձեզ տվեք այս կարեւորագույն 5 հարցը։ Ես արդյոք հասկանում եմ այս նախագիծը։ Այն ունի իրական արժեք, թե ոչ։ Թիմը վստահելի է, թե ոչ։ Շուկան հիմա հարմար փուլում է գտնվում եւ պատրաստ եմ արդյոք պահել այն երկարաժամկետում։ Եթե այս 5 հարցերից գոնե 4-ի պատասխանը այո է, ապա դուք կարող եք սկսել գործել։ Եվ որպես եզրափակում եւ ամփոփում ցանկանում եմ ասել բոլորիդ, որ հաջող ներդրումները սկսում են ոչ թե բախտից, այլ ճիշտ վերլուծությունից։ Չեն գնում այն ժամանակ, երբ բոլորը խոսում են այդ կրիպտոյի մասին եւ չի կարելի գնել, երբ ուղղակի դրանք տրենդում են կամ հարմար արժեքները։ Պետք է գնել կրիպտոարժույթը այն ժամանակ, երբ հասկանում ենք այդ նախագիծը եւ գիտենք դրա պերսպեկտիվությունը։ Եվ եթե կատարում ենք գնումներ, ապա կատարել գնումները մասնակի մաս-մաս։ Եթե կատարել վաճառքներ, ապա դա անել էլի ու էլի մաս-մաս։ Միշտ ու միշտ ընկերներ շուկայում շահում են ոչ թե ամենաարագները, ով որ ավելի արագ է, այլ ավելի համբերատարները եւ այն մարդիկ, ովքեր որ գիտակցված են կատարում իրենց գնումները։ Եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր, անպայման գրեք մեկնաբանություններում։ Եվ իհարկե բաժանորդագրվեք մեր ալիքին կարևոր ինֆորմացիան եւ այսպիսի հետաքրքիր փաստերը բաց չթողելու համար։